Դատախազությունը գործարար ընդհատակում գտնվող Սամվել Մայրապետյանից ու Գլոբուս ընկերության տնօրեն Գագիկ Հակոբյանյանից 4,5 միլիարդ դրամ է պահանջում։ Տերյան 66 հասցեի բնակարանների, ոչ բնակելի տարածքների եւ ավտոկանգառների վերաբերյալ կնքված առողջարքի պայմանագրերում դրանց իրական արժեքները, այսինքն փաստացի վաճառքի գները չեն ներկայացվել այնպես, ինչպես իրականում եղել են, այսինքն նշվել են շատ ցածր գներով, որը նպատակ է հետապնդել առանձնապես խոշոր չափերով խուսափել հարկային պարտավորությունները կատարելուց։ Տերյան 66 շենքը Մայրապետյանը կառուցել է 2006-ին, ըստ դատախազության շենքի 141 անշարժ գույքեր են բարձր գնով վաճառվել, բայց Գլոբուս ընկերության կողմից առողջարքի պայմանագրերում կեղծ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշվել։ Օրինակ, մեկ բնակարանի արժեքը իրականում շուկայական արժեքը եղել է շուրջ մոտավոր թիվ, ասեմ 700-ից 900 հազարի սահմաններում որևէ թիվ, բայց իրականում պայմանագրում որպես 1 քառակուսի մետրի արժեք նշվել է օրինակ 66,000 դրամ, այսինքն տասնապատիկ ավելի նվազ է նշվել այդ բնակարանի արժեքը։ Դրա արդյունքում էլ հարկային պարտավորությունները ոչ պատշաճ են կատարվել։ Եվ պետությանը Մայրապետյանի եւ Գագիկ Հակոբյանյանի գործողությունների հետևանքով պատճառվել է շուրջ 4,5 միլիարդ դրամի վնաս։ Տերյան 66 շենքում տարիներ առաջ բնակարաններ են ձեռք բերել նախկին պաշտոնյաներ, նրանց թվում է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին Սեդրակ Քոչարյանը։ Մայրապետյանի փաստաբանները միջնորդել են նրան որպես վկա հրավիրել դատարան եւ հարցաքննել։ Բացի դա, Սեդրակ Քոչարյանը համապատասխան վերաքննիչ բողոք էր ներկայացել, խնդրելով իրեն մասնակից դարձնել սույն գործի քննությանը, սակայն վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվել էր։ Ըստ դատախազության Սեդրակ Քոչարյանի բնակարանի շուկայական արժեքը 145 միլիոն 832 հազար դրամ է, սակայն առողջարքի պայմանագրում որպես վաճառքի գին նշվել է 35 միլիոն 994 հազար դրամ։ Հայցը դատարանում է, դատարանն արդեն բաշխել է ապացուցման պարտականությունը։ Այս նիստում Մայրապետյանի փաստաբանները մի շարք միջնորդություններ ներկայացրին, դեմ լինելով նիստը տեսանկարահանելուն։ Մայրապետյանի շահերը դատարանում ներկայացնում է նաև փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, որը հրաժարվեց հարցերին պատասխանել։ Բացի այս քաղաքացիական գործից առանձնապես խոշոր չափի հարկերից խուսափելու այս դրվագով Մայրապետյանը նաև մեղադրյալ է։ Նա հետախուզվում է 2020 թվականից։ Մայրապետյանին թույլատրվել էր մեկնել Գերմանիա բուժման այն բանից հետո, երբ անձնական երաշխավորություն էին ներկայացրել եւ 15 միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը եւ այդ ժամանակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Գարեգին Վեհափար Հայրապետի մամուլի խոսնակ, այժմ կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տեր Վահրամ Քահանա Մելիքյանը։ Հատուկ հնչական ծառայությունը հայտնել էր, որ Մայրապետյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով խուսափել էր ներկայանալ եւ հետախուզում հայտարարել։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։